Նինոց-Մինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղի հանրային դպրոցում մեկնարկվեց մարզական ուրախ-աղեր միջոցառումը։ Միջոցառման կազմակերպիչը դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արշակ Պողոսյանն էր։ Մրցախաղի անցկացման հիմնական նպատակը աշակերտների մարզավիճակի ստուգումը։ Ֆիզկուլտուրայի դասաժամից ստացած մարզական պաշարի մի մասի ցուցադրում ուսուցչակազմին ու աշակերտներին։ Ուրախ-աղերի մեկնարկը, որը այսօր ներկայացվեց, մեր երեխաների համապատասխան իրենց տարիքին բարություններ էին ներգրավված, որ եւ շրջանի կողմից շատ մոռացված էր։ Ես ուզում եմ, որ վերականգնվի այս խաղերը, քանի որ հանրապետությունում արդեն ստացել են համապատասխան կայություններ, որ հանրապետությունում հասկացվում է ուրախ խաղերի մեկնարկ, միգուցե այս բարություններից լինի, հենց դրա լսելով այդ լուրը, ես նախապատրաստում եմ այնպիսի թիմ, որ 15 տարվա առաջվա հաղթանակը Ջավախքի բացարձակ առաքչյանը, քանի որ իմ երեխաներն են առաջ դեկրաֆել, ես ներկայիս նախապատրաստում եմ այդ խաղերին, որպեսզի եթե ոչ առաջ տեղ, ապա երկրորդ տեղը գրաֆեն մեր երեխաները, անպատճառ մասնակցենք ու գրաֆենք որևիցե մի տեղ շրջանի եւ մեր գյուղի համար։ Խաղը կասկածվեց 4 տասարների միջև, հաջախագի անցկացվում են մեր դպրոցում, քանի որ մեր դպրոցի իհարկե սալապատ է միջանցքը, մի քիչ վտանգավոր է, այսպես ասած, բայց ելնելով երեխաների ակտիվությունից, աջակցությունից, իրենց հոգեբանական պատասխանությունից չենք զլանում, կազմակերպենք, որպես երեխաները գոնե տեսնեն իրենք թե ինչ է կատարվում հեռուստացույցով, իրենք էլ կատարեն եւ իմանան, որ այդպես բան կարելի է նաեւ մեր այս սալապատի քարերի վրա անցկացնել այդպես միջոցառումներ։ Խաղապայքարն ընթացավ երկու Աբուլ եւ Ջավախքի բազաներ թիմերի միջև, սակայն ըստ բնորոշման դա կարելի էր համարել ոչ թե պայքար թիմերի միջև, այլ մարզաձևերի ցուցադրում, որը գեղեցիկ էր բացի այդ ներկաներին հաճելի եւ ուրախ տրամադրություն փոխանցող։ Ես շնորհակալ եմ Արշակ Պողոսյանից, որ մեզ այսպիսի խաղեր է կազմակերպել։ Մենք շատ ուրախ ենք այսօրվա մրցումների համար, նախ մենք շնորհակալություն ենք հայտնում Արշակ Պողոսյանին, որ այս խաղը կազմակերպել էր, մենք էլ մասնակցեցինք, արդեն մի 2 շաբաթ էլ պարապում էինք։ Խաղը գնահատվեց ժյուրիի կողմից։ Ժյուրիի կազմում խաղի մասնակիցների դասղեկներ չհանդիսացող ուսուցիչ-ուսուցչուհիներ էին։ Խաղը գնահատողների այս կերպընտրությունը պայմանավորված էր նաև անկողմնապահությամբ, եւ դա որպես ականատեսից գնահատական ընտրության ճիշտ սկզբունք էր, քանզի հենց դահլիճում նստած դասղեկների իրենց ղեկավարած դասարանների աշակերտների հանդեպ ունեցած մեծ ոգևորությունից ելնելով կարծում եմ չէին կարողանա խաղն արդարդատել։ Ջավախքի պասը։ Ջավախքի պասը։ Սարում է 3 առաջինը։ 3 Ջավախքի պասը։ Երկրորդը 3, երրորդը 3, չորրորդը 3։ Ընկեր Միշան։ 4-ը։ Ահա։ 5-րդը 4։ Խաղը կազմակերպվել էր մեր դպրոցի սպորտի ուսուցիչ պարոն Արշակ Պողոսյանի նախաձեռնությամբ, որը անցկացվեց 12 շարժական խաղային փուլով, գնահատվեց 5 բալային թիմով։ Թիմերի անվանումներն էին, երեխաները իրենք էին ընտրել Աբուլ եւ Ջավախքի բազե անվանումներով, խորհրդանշական է, երևի թե մեր տարածաշրջանների անուններն էին ընտրել։ Բնական է, այստեղ ես կասեի երկու թիմն էլ մասնակցություն ակտիվ էր, հաղթող եւ պարտվողներ չեղան, բայց իրականից կարելի է ինչ-որ ռեզոնանս վերցնել եւ գնահատել, ասենք սպորտի մեջ գնահատվում է այսպես արդյունք կա, որ պետք է սպորտի մեջ անպայման ուժեղը հաղթող դուրս գա։ Բնական է, եղավ ուժեղ հաղթող թիմը, դա Ջավախքի բազե թիմն էր, որը վաստակեց 180 միավոր, իսկ Աբուլ թիմը վաստակեց 165 միավոր եւ բնականաբար գրավեց երկրորդ տեղը։ Ես Ժորա Եսայանս մասնակցել եմ ուրախ մեկնարկ խաղին, կազմակերպել է Պողոսյան Արշակը, մեր ֆիզկուլտ դասատուն։ Ես կապույտ թիմի առաջնորդն եմ։ Մենք այսօր գրավեցինք երկրորդ տեղը։ Այնուամենայնիվ չեմ հուսահատվում, հույս ունեմ, որ մյուս խաղին կհաղթենք։ Մասնակիցների ակտիվությունը գնահատելու եւ խրախուսանքի համար դպրոցի տնօրինությունը պատրաստել էր նաեւ պատվոգրեր։ Շատ արժանի լավ միջոցառում էր,
լավ կազմակերպված իսկական մրցութային խաղեր, բոլորը ձգտում են անպայման իրենք առաջինը լինելու, բայց դե բնականաբար միշտ էլ այդպես է, մեկը խախտում է, եկել է պարտվում բնականաբար։ Մենք բոլորս լավ ուրախ ենք, որ բոլորը մասնակցելու համար դուք բոլորը ստանում եք գովասանագիր, որ ասենք ակտիվորեն մասնակցել եք այս քանի ժամանակ չարչարվել եք, որ ասենք ստանաք այդ ակումբները ցույց տաք, բայց բնականաբար նաև առաջի տեղը եւ երկրորդ տեղը մենք տալիս ենք դիպլոմներ, այդ խնդերին, այդ կոմանդերին, թիմերին տալիս ենք դիպլոմներ, եւ երկրորդ տեղը ստանում է մեր աբուր թիմը, շնորհավորում եմ եւ առաջի պատվավոր տեղը զբաղեցնում է Ջավախքի բազեները, շնորհավորում եմ Մարզական միջոցառումների պակաս փոքր Խանչալիի հանրային դպրոցը երբևէ չի ունեցել։ Դպրոցի բոլոր սաներն են սիրում սպորտը եւ հաճույքով են մասնակցում անցկացվելիք յուրաքանչյուր միջոցառման։ Ու դա շնորհիվ նաեւ ուսուցչիով փորձում է յուրաքանչյուր դասաժամը նվիրել դպրոցում մարզական ոգու օրորի բարձրացմանը։